Երևանում ամառը շոկ է, թեժ ու միապաղաղ չէ։ Երևանյան ամառ 2015-ը դեռ կեսընթացին է։ Արդեն 3-րդ տարին է, հուլիսի կեսին Երևանի ճիշտ կենտրոնում ամառը ձմերուկի բույրով է։ Երևանի քաղաքապետարանի Երևանյան ամառ ծրագրում ձմերուկի փառատոնը ամենամարդաշատներից է։ Հազարավոր ձմերուկներ հազարավոր այցելուներին, հանրաճանաչ դերասանների, երգիչների ու հաղորդավարների ձեռքով հյուրասիրում է քաղաքապետարանը։ Ամենաաշխուժ այցելուների համար փառատոնում բազմազան մրցույթներ կան, մեծից փոքր կարող են մասնակցել։ Կարապի լճի շուրջ մրցութային եռուզեռ էր, պատանիների համար մրցույթը հենց լճում էր։ Առանձին տաղավարներով էին ներկայացված Երևանի բոլոր վարչական շրջանները, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները, ինչպես նաև ֆուրշետի կազմակերպման ընկերություններ, տոնական սեղանները ձևավորելու համար ձմերուկներից պատրաստվող լավագույն օրինակներով։ Փառատոնի մրցույթ խաղերն էլ մարդաշատ էին, պարգևները պիտանի ու թանկարժեք։ Առանց ձեռքերի խաղ մրցույթը փառատոնի ավանդականներից է։ Հաղթելը հեշտ չէ, բայց հյութալի համեղ է։ Փառատոնն այս տարի էլ մինչ ուշ երեկո տևեց ու ողջ ընթացքում բեմում համերգային ծրագիր էր, որ միայն մրցույթներով էր ընդմիջվում։ Ելույթ էին ունենում սիրված երգիչներ, երգչուհիներ, դիջեյներ, ովքեր քիչ առաջ իրենց ձեռքով կտրած ձմերուկ էին հյուրասիրում։ Պետք է շնորհավորեմ բոլոր կազմակերպիչներին, որովհետև տեսեք կայացել է ու ստացվել է։ Այս միջոցառումները ավելի պոզիտիվ են տալի, ավելի հույս են տալի։ Ես ուղղակի կոչ եմ անում, որ նման պոզիտիվ, լավ տրամադրություն ունեցող միջոցառումները շատ ավելի շատ լինեն մեր քաղաքին։ Ձմերուկների կոմպոզիցիաները հետաքրքիր էին, մեկ էլ փորձեցինք, լավ էր, ուրախ էր։ Հետո գնացինք նորից եկանք էլի դեռ ուրախ է։ Ստեղ կանգնած եմ, որ մասնակցեմ մրցույթին։ Շատ լավ անցնում, շատ սիրուն այս երկիրը շատ լավն էին, ընտիրը, որ շատ եմ բարը, հիմա կանգնած եմ, որ սպասեմ իչև կանչեն մասնակցեմ։ Շատ գեղեցիկ տոն է, անհամբեր սպասում ենք այսօրվան, ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ և ցանկանում եմ ուրախ տրամադրություն և լավ ժամանակ անցկացնեն բոլորը։ Իսկ թե քաղաքապետարանի կազմակերպած փառատոնն ինչպես անցավ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ հետաքրքրվեց մասնակիցներից։ Դեռևս մեկ ամսից էլ ավելի Երևանյան ամառ 2015-ը առջևում է։ Կարապի լճում Երևանյան ամառի հաջորդ միջոցառումը Երևանյան կինոերեկոն է հուլիսի 31-ին, Ոսկե ծիրան միջազգային 12-րդ կինոփառատոնի ընտրված ֆիլմերի բացօթյա ցուցադրությունով։ Իսկ մինչ այդ Երևանյան ամառ 2015-ի մի շարք այլ մշակութային ու մարզական միջոցառումներ են անցկացվելու Երևանի տարբեր հատվածներում։ Հուլիսի 26-ին օրինակ Շառլ Ազնավուրի հրապարակում պարում է Երևանը։ Երևանում ամառը շոկ է, թեժ ու միապաղաղ չի լինելու։